Վիրավորանքի և զրպարտության մեղադրանքներով 37 հայցադիմում, լրատվամիջոցների դեմ ավելի քան 66 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ մեկ տարվա ընթացքում։ Աննախադեպ ճնշված է մամուլը Հայաստանում վերջին տարիներին։ Մամուլի ազատության օրը ահազանգում են կայքերի, թերթերի, հեռուստաընկերությունների ներկայացուցիչները։ Ակնհայտ է իրենց սանձարձակ երկրի ղեկավարին և առհասարակ բարձրաստիճան պաշտոնյային պատգամավորին ոչ վայել պահվածքի ինդուլգենցիան ստացել են քաղաքական ղեկավարությունից, որոնց գործողությունները շատ հաճախ որևէ հակազդեցության չեն արժանանում միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից։ Աննախադեպ աճել են լրագրողների վրա սոցցանցային հարձակումների, հրապարակային հայհոյանքների ու ֆիզիկական սպառնալիքների դեպքերը, ընդգծում է Սաթիկ Սեյրանյանը։ Վերջին 8 տարիներին Հայաստանում զանգվածային լրատվության միջոցները մեծ թվով առանձին լրագրողներ ենթարկվում են իշխանությունների կողմից կազմակերպվող հետևողական համակարգային հարձակումների։ Ամենաթարմ դեպքը շաբաթ Կիրանցում է եղել։ Պատգամավոր Գեգամ Նազարյանը լրագրող Անի Գևորգյանի խոսքով հայհոյել է իրեն։ Նման անձնավորություններ եկել են սրբավայրը պղծում են։ Պատահական չէ, որ մամուլի ազատության վարկանիշում անկում է ունեցել Հայաստանը։ Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում էական վատթարացում է արձանագրել 34-րդ տեղից նահանջելով 50-րդին։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է «Իմ Նեմնիմի» փոդքասթի հեղինակների կալանավորումները։ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին խուլիգանության մեղադրանք է առաջադրվել իրենց հասցեին Ալեն Սիմոնյանի հնչեցրած «Շամ տղաներ» վիրավորանքին կոշտ արձագանքելու համար։ Քաղաքական խոսք ասող մարդկանց նկատմամբ «Իմ Նեմնիմի» կոչվող փոդքասթի երկու վարողների նկատմամբ քրեական հետապնդման մասով սա դասագրքային օրինակ կարող է համարվել, որովհետև ցույց է տալիս այն թե վարքագիծը իշխող քաղաքական ուժի, ես իրավապահներին չեմ վերագրում, այլ իշխող քաղաքական ուժին եմ վերագրում, եւ թե ինչպես է փոխվել այս վարքագիծը, ինչպես է եվրոպական մարմինների լռությունը եւ այստեղ շատ ճիշտ բառը hypocrisy բառն է, այս երևույթը, որ այստեղ գրված է, դրա պատճառով շատ ավելի լուրջ այսպես հետևանքներ ունեցել մարդկանց վրա։ Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի կարծիքով Հայաստանում ոչ միայն մամուլն է ճնշման ենթարկվում, իշխանության գործողությունները քննադատող ցանկացած քաղաքացի վտանգի տակ է։ Դուք չեք կարող արտահայտվել, դուք չունեք կառավարություն, որը ձեր շահերի մասին հոգ կտանի։ Այս կառավարությունը ձեզ չի նկատում։ Նրանք կռվում են ընդդիմության դեմ, ոչնչացնում են եկեղեցին, ձևացնում են, թե անկախ են, բայց շատ լավ գիտենք, որ նրանք անկախ չեն։ Ակնհայտ է, որ կառավարությունը Բաքվից է ղեկավարվում։ Ազատ խոսքի համար հայերը հետապնդվում են Հայաստանում, իսկ Ադրբեջանում հայերն առհասարակ խոսելու իրավունք չունեն։ Միեդում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքների ոտնահարման մասին է խոսում։ Այս պահին Ադրբեջանում պահվում են գերիներ, որոնց նկատմամբ խախտումները արդար դատաքննության, անձնական ազատության եւ այլն հենց պայմանավորված են էթնիկ հայ լինելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու եւ հակամարտող պետության հետ առնչություն ունենալու կամ խնդրի հետ առնչություն ունենալու հետ։ Իսկ տեղյակ է Եվրամիությունը, թե ինչպես են ոտնահարվում մարդու իրավունքները Հայաստանում եւ Ադրբեջանում։ Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը զարմանում է, որ այսօր Երևանում եվրոպական քաղաքական համայնքը 8-րդ գագաթնաժողովն է անցկացնում ու ոչ մի խոսք չի ասում բռնաճնշումների մասին։ Խնդրում եմ, ինչ որ մեկը ինձ ասեք, Եվրամիությունը որտեղ է։ Ուզում եմ իմանալ այդ մարդիկ ովքեր են, որ ձևացնում են, որ իրենք Եվրամիություն են, որովհետև Եվրամիությունը ստորագրել է Հայաստանի հետ համաձայնագիր, որտեղ նշված է, որ իրավունքի գերակայությունը ամեն ինչից վեր է։ Լուրջ եք ասում։ Ուրեմն ինչ եք արել Հայաստանին օգնելու համար այդ հարցում։ Ինչ եք դուք արել խոսքի ազատության համար։ Մամուլի ազատության օրվան նվիրված Հայաստանի ձայնը կոնֆերանսի մասնակիցները հեռանում են, այս անգամ էլ ոչ թե լրատվամիջոցների ձեռքբերումներն ու բացթողումները արձանագրելով, այլ խոսքի ազատության դեմ նոր ճնշումների մասին բարձրաձայնելով։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։